Իդեալ համակարգը բացում է եվրոպական որակի եւ նրբագեղության դռները ձեր առաջ։ Հնարավորություն ընձեռելով ձեռք բերել եվրոպական արտադրողների լավագույն նմուշների նշված տեսականին մինչեւ 75% բացառիկ զեղչով։ Առաջինի եթերում մանրամասներն են, բարև ձեզ, ես Դավիթ Ստեփանյանն եմ, այսօր իմ հյուրն է տնտեսագետ, վերլուծաբան, սոցիալ-տնտեսական զարգացման կենտրոնի ղեկավար Գագիկ Մակարյանը։ Բարև ձեզ, պարոն Մակարյան։ Բարև ձեզ։ Պարոն Մակարյան, մենք արդեն ունենք թրիպի շրջանակներում երկրորդ փաստաթուղթը, երկրորդ մեծ փաստաթուղթը, որտեղ տարբեր ուղղություններ են նշվում, մոտավորապես թե ինչպես է գործելու այդ նախագիծը, ես ինձ համար ես իրականում իրավաբան չեմ, շատ բան չեմ հասկանում, բայց 74-26-ը շատ տպավորիչ էր եւ հասկանալի է, որ մեր ներհայաստանյան դիսկուրսը առաջին հերթին այդ 74-ի եւ 26-ի շուրջ է ծավալվում եւ ծավալվելու։ Ես չեմ ուզում խոսեմ հիմա այդ մասին։ Ես ուզում եմ խոսել ձեզ հետ տնտեսական բաղադրիչի մասին, որպես մասնագետի, ինչ է մեզ համար այն ինչ որ դուք կարդացել եք, ինչ որ ստորագրվել է Վաշինգտոնում ամսի 13-ին, եւ 26-ի մասով միակ հարցս հետեւյալն է. ներդրումային մասը, որքանով ես հասկանում եմ, հիմնականում ներդրումները ԱՄՆ-ից են լինելու։ Եթե մենք ընկալում ենք եւ ընդունում ենք, որ ներդրումները լինելու են ԱՄՆ-ից, տնտեսական բաղադրիչի մասին ենք խոսում, չենք խոսում քաղաքական անվտանգային, որքանով է արդար, հա, այդ մասնաբաժինը, արդարացված։ Այո, շատ լավ, շնորհակալություն պարոն Ստեփանյան։ Ուրեմն առաջինը սկսենք դրանից, որ տրիպը ունի տնտեսական երկու բաղադրիչ՝ ուղղակի ազդեցություն եւ անուղղակի ազդեցություն Հայաստանի տնտեսության եւ տարածաշրջանի ընդհանուր զարգացման վրա։ Ուղիղ ազդեցությունը դրանք այն турքեր ու հարկերն են, որոնք պիտի առաջանան ուղղակի ձևով բեռների փոխադրումներից։ Անուղղակին այն է, որը պետք է առաջանա այդ ապաշրջափակման Ամերիկայի ազդեցությունը այս տարածաշրջանում ուժեղանալու եւ խաղաղությունը որոշակիորեն երաշխավորող այս հանգամանքների պայմաններում, որոնք կարող են լինել ներդրումների ձևով, տեղական կամ արտասահմանյան, եւ ինչու ոչ նաեւ այլ պրոյեկտներ, որոնք որ կարող է պիտի կապված լինեն եւ տրիպի հետ ամիջապես, տրիպի ուղին սպասարկելու տեսանկյունից, տրիպի ճանապարհի կողքերը, տարբեր բիզնեսներ եւ տարբեր պրոյեկտներ եւ նաեւ անուղղակի այլ պրոյեկտներ։ Հիմա ես կարծում եմ, որ Հայաստանը առաջին այս մոտավորությամբ ավելի շատ շեշտադրել է անուղղակի օգուտների մասը։ Դրա համար սահմանել է 26% եւ ինչպես նշված է փաստաթղթում, Հայաստանն է առաջարկել, որ ԱՄՆ-ին լինի 74%։ Հա, դա իդեպ մի քանի տեղ է դա, որ Հայաստանի առաջարկություն։ Այո, ես կարծում եմ, որ հայկական կողմը կշռադատել է եւ հաշվարկել է իր նաեւ օգուտները այդ մասով ու ենթադրել է, որ ավելի լավ է ամերիկյան ազդեցությունը եւ շահագրգռվածությունը լինի բարձր, բայց հետագա օգուտները լինեն ավելի ծավալուն Հայաստանի համար, որոնք որ ավելի իր համար նաև կարող են լինել կառավարելի։ Հիմա գանք նաև այն մասին, որ փաստաթուղթը ստորագրված է որպես շրջանակային փաստաթուղթ, բավականին մանրամասն սահմանում է օգուտները կողմերի համար, սահմանում է մոդելը, ուրեմն առաջնային ստուգումների, երկրորդական ստուգումների հետ front desk, back desk տարբերակներով եւ այլն եւ այլն, եւ այստեղ միաժամանակ այս փաստաթուղթը հիմք է ծառայելու արդեն իրավական գրանցում ստացող ընկերության համար։ Հիմա ես ուզում եմ կանգ առնել այս երկրորդ այս երևույթի վրա, որ կանոնադրությունը, որը որ պետք է գրվի, առաջինը նախագծում հստակ չի գրված, բայց քանի որ գրվում է Հայաստանը իր օգուտները ստանալու է տարբեր այդ պետական ստրուկտուրաների ծառայությունների մատուցման արդյունքում, ես ենթադրում եմ, որ ընկերությունը պետք է գրանցվի Հայաստանում։ Բայց դա հստակ չի գրված։ Լավ կլինի, որ այս մասը հստակեցվի։ Եթե Հայաստանի օրենսդրությունն է կարգավորվում, իսկ դա գրած է, որ պետք է Հայաստանում գրվի։ Այո, ենթադրում եմ, որ հետեւաբար ընկերություն լինելու է հայկական ռեզիդենտ ընկերություն, որը պետք է Հայաստանի պետական ռեգիստրում գրանցվի։ Պետական գրանցման համար կարևոր է կանոնադրության մշակումը։ Կանոնադրության մեջ ես կարծում եմ, որ պետք է շատ հետևողական լինել
եւ օրինակ այն խնդիրները, որոնք որ հիմա քննադատվում են կամ փորձագիտական կարծիքներում արտահայտվում են, անպայման հաշվի առնվի կանոնադրությունը մշակելու ժամանակ։ Կանոնադրության նպատակների մեջ կանոնադրությունը այնպեսի փաստաթուղթ է, որ ժամանակ առ ժամանակ նաեւ փոփոխվում է։ Այսինքն հիմնադիրները գալիս են եզրակացության, որ կանոնադրությունը ինչ որ հանգամանքներ լինելով կարիք կա փոփոխելու եւ կարող են փոփոխել դեպի լավացման կողմ տանելու նպատակով։ Այսինքն ես ինչու եմ դա ասում, որ կանոնադրությունը պետք է դառնա այն փաստաթուղթը, որը եղած վրիպումները կամ բացթողումները հաշվի առնի եւ ավելի պաշտպանի Հայաստանի դիրքերը եւ ընդհանուր ծրագրի նպատակը։ Երկրորդ, որ կանոնադրությունը պետք է նաեւ հնարավորություններ ընձեռնի լինելու այնպեսին, որոնք որ երկակի իմաստով նպատակներ կամ խնդիրներ չառաջանան։ Ես ուզում եմ ընդգծել հետեւյալը, որ գրված է փաստաթղթում, որ կարևոր որոշումների դեպքում Հայաստան անպայման մասնակցում է եւ նրա կարծիքը հաշվի առնվելով։ Այսինքն, եթե մենք նայում ենք իրավական ստրուկտուրայը, որ ԱՄՆ-ին 74%-ը եւ որոշման իրավունքը նրան է պատկանում, կարևոր ուրեմն հարցերի շուրջ իրենք նստում են իրար հետ սեղանի շուրջ եւ քննարկում են։ Հետեւաբար ես կուզեի, որ այդ կարևոր հարցերը գրվեին, որոնք են այդ կարևոր հարցերը։ Այսինքն, եթե կարևոր հարցերը չենք սահմանում, մենք կարող ենք ասել, որ կարևոր է սա կամ կարևոր չի սա։ Հետեւաբար մենք թողնում ենք երկակի իմաստներ եւ թողում ենք վիճաբանության տեղեր։ Ուրեմն սա կարևոր փաստ է, որ կուզեի, որ հետագայում ընկերությունը գրանցելում կանոնությունում հաշվի առնվի։ Հաջորդը այն է, որ կանոնության մեջ կարող են ներառվել նպատակներ, որոնք վերաբերվում են Հայաստանի ամբողջ ապաշրջափակմանը, որովհետև կան կարծիքներ, որ տրիպ ուղին իր գրավչությամբ չդառնա այնպեսին, որ մենք սևեռվենք միայն տրիպի վրա, անտեսելով այլ Հայաստանի տարածքներում ապաշրջափակման նպատակները եւ խնդիրները, կառուցելու համար ճանապարհներ, երկաթգիծ կամ այլ տարածքներում նույնպես կարողանանք առևտուր իրականացնել եւ մասնակցենք այլ միջազգային ճանապարհների, որոնք որ կարող է տրիպով չեն հասնելու։ Ուրեմն սա նույնպես կարեւոր է, որ հաշվի առնվի։ Եվ երրորդը, որ քանի որ նաեւ Իրանը հայտարարել է բավականին կտրուկ կարծիք Իրանի դեսպանը, չէ, որ Հայաստանը կարող է դիտարկվել որպես թշնամի երկրների հավաքատեղի կամ թշնամի պետություններին հնարավորություն տվող հարթակ, իմաստը դա է վերջին հաշվով, ես բառացի չեմ ասում, բայց իմաստը դա է։ Ուրեմն նաև այս կանոնադրության մեջ կարծում եմ, որ պետք է նկատի ունենալ այլ երկրների հետ կապված որոշակի նույնպես հարաբերություններ, որտեղ կանոնադրության մեջ միշտ գրվում են նպատակները եւ դրվում են խնդիրները։ Այսինքն գործունեության տվյալ ձեռնարկատիրական գործունեությունը ինչ նպատակներ է ներառում եւ ինչ խնդիրներ է ներառում։ Հետեւաբար խնդիրների ցանկում գոնե պետք է նշել որոշակի խնդիրներ կապված Իրանի հետ, Չինաստանի հետ, Ռուսաստանի հետ կամ այլ երկրների հետ, որոնք որ կարող է հետագայում պետք է դիտարկվեն կամ հաշվի առնվեն, որպեսզի դա լինի եւ հանգստացնող եւ նաեւ բազմակողմանի արտահայտի կողմերի շահերը։ Հիմա տնտեսական բաղադրիչը դուք նշեցիք, պարոն Ստեփանյան, ես հաշվարկել եմ Կենտրոնական Ասիայի 5 երկրների արտաքին առևտուրը, հանել եմ էներգակիրների մասը, քանի որ դեռ գազի կամ նավթի համար ուղիներ եւ այլ բաներ հետո պիտի կառուցվեն, ես առայժմ հաշվի եմ առել այն բեռները, որոնք որ կարող են անցնել երկաթգծով կամ ավտոճանապարհով։ Եվ այդ ուրեմն ցուցանիշներից էմպիրիկ հաշվարկել եմ, թե ինչպես նաև Թուրքիայի եւ Ադրբեջանի առևտուրը եմ հաշվի առնել եւ Ադրբեջանի առևտուրը Եվրոմիության հետ, որոնք որ կարող են արդեն այս ճանապարհով գնալ։ Ուրեմն ես 5% ամբողջ առևտրի ցուցանիշից 5%-ի ծավալի հաշվարկով եկել կանգնել եմ 7 միլիարդ դոլարի վրա։ Այսինքն նախնական հաշվարկով հնարավոր է, որ 7 միլիարդ առևտրաշրջանառություն կատարվի տրիպ ուղիով։ Առանց Չինաստանի, կրկնում եմ, առանց Չինաստանի։ Կենտրոնական Ասիայի երկրներն մոտարապես արտաքին առևտուրը 350 միլիարդ դոլար է, որի 60%-ը համարյա թե բաժին է ընկնում Ղազախստանին, մնացածը միշտ 4 երկրներն են, գումարը Թուրքիայի արտաքին առևտուրը Ադրբեջանի հետ, Ադրբեջանի արտաքին առևտուրը Եվրոմիության հետ։ 7 միլիարդը կարծում եմ վատ թիվ չի սկզբի համար, բայց եթե հաշվի առնենք, որ արտաքին առևտրի մեջ
Չինաստանի ցուցանիշները կազմում են մոտարապես 11 տրիլիոն դոլար, ապա նույն տրամաբանության աշխարհի առևտրի մեջ։ Այո, եթե նույն տրամաբանությամբ էլի մտածենք, որ մոտարապես 5%-ի հաշվարկով մենք մոտենանք հարցին, էլի հանելով էներգակիրների մասերը, որոնք որ ինքը ներմուծում է Ռուսաստանից կամ Իրանից եւ այլն, ապա այդ թիվը սկսում է մոտարապես 250 միլիարդ դոլարից։ Այսինքն Չինաստանի միանալու դեպքում ոչ էներգակիրների պարագայում արտաքին առևտրի կոմպոնենտը 5%-ի հաշվարկով չինական կողմը կարող է իր կողմից ներդրում ունենալ 250 միլիարդ դոլարի չափ։ Կներեք, դուք երբ որ ասում եք թրիպ, դուք նկատի ունեք միայն երկաթուղին։ Երկաթուղի եւ ավտոճանապարհ։ Առայժմ այդքանը միայն։ Էներգակիրների մասը չեմ հաշվարկել, կրկնում եմ։ Այսինքն մոտարապես 260 միլիարդ հեռանկարային թիվ կա այդտեղ։ Հիմա ուրիշ բան է, թե ինչպես կվերաբերվի ԱՄՆ-ն, Չինաստանի հետ արդյոք այդ ճանապարհով կգնա Չինաստանը, թե միջին կորիդորով կգնա Ադրբեջան, Վրաստան այդ մյուս տարբերակներով։ Ես ուզում հարցնել, դուք դա հաշվի եք։ Այո, իհարկե, այստեղ կարող են այս խնդիրները լինել, որովհետև այստեղ շատ կարևոր է վերաբերմունքը Չինաստանի հանդեպ, թույլտվության հնարավորությունը Չինաստանի հանդեպ։ Եվ հաջորդը, որ հաշվի առնենք, որ Եվրամիության արտաքին առևտուրը կազմում է մոտարապես 7 տրիլիոն եվրո, եւ հետեւաբար ասենք թե Եվրամիությունն է ձգտելու տրիպ օգտագործել դեպի կենտրոնական Ասիա գնալու կամ դեպի Չինաստան գնալու համար։ Այդ 7 տրիլիոնի մեջ ներառված են եւ Չինաստանը եւ կենտրոնական Ասիան։ Բայց ճանապարհի որակը, սպասարկման որակը եւ նրա անվտանգության հեռանկարները պետք է գրավչություն հաղորդեն, որ այս երկրները որոշեն, որ տրիպով արդեն գնան գան, ոչ թե իրենց այն տրադիցիոն ուղիներով, որ միջև օգտագործում են։ Այսինքն այստեղ էլ կա ինչ-որ բաղադրիչ, որ եվրոպական 7 տրիլիոն արտաքին առևտրից ինչ-որ մի թիվ կարող է բաժին ընկնել տրիպին, եւ նորից այդ թիվը աճի։ Հիմա գանք երաշխիքներին։ Խոսում է այն մասին, որ տրիպը գերազանցապես կարող է ծառայում է Ադրբեջանին, Թուրքիային, Ադրբեջան-Նախիջևան կապին, քանի որ նաև Ադրբեջանը չի համաձայնվել, որ իր մոտ լինի ֆրոնտ օֆիս, այլ լինի միայն իր պետական ստրուկտուրաների ծառայությամբ վերահսկողությունը, հետևաբար ասենք թե եւ այլն եւ այլն։ Ես կարծում եմ, որ այստեղ անվտանգության բաղադրիչը պետք է ուժեղացնել հենց կենտրոնական Ասիայի շնորհիվ։ Կենտրոնական Ասիան անպայման կմտնի տրիպի ուղի մեջ, որովհետև նաև ԱՄՆ-ն հանդիպումներ ունեցավ կենտրոնական Ասիայի երկրների հետ։ Ղազախստանի կողմից շահագրգռվածությունը ակնհայտ է։ Ճիշտ է, ակնհայտ է։ Եվ միաժամանակ նաև Տրամպը հանդիպեց այդ երկրների նախագահներին, այսինքն նա կբերի նրանց դեպի տրիպ։ Հետևաբար կենտրոնական Ասիան չնայած 5 երկիրներ մուսուլմանական երկիր են եւ մուսուլմանական երկրների միության անդամ են, որը դեպքերում տնտեսական բաղադրիչը կարծում եմ պետք է լինի գրավիչ, հետաքրքիր եւ նաեւ ԱՄՆ-ի գործոնաշվանալը, որ իրենք կգան այս ճանապարհով։ Հետևաբար տրիպ ուղին որոշակի անվտանգության եւ գործելու երաշխիք է ստանում։ Եվ դրանով հակակշիռ նաեւ կոմպոնենտ է առաջանում Ադրբեջան, Նախիջևան, Ադրբեջան-Թուրքիա առևտրի նկատմամբ, որովհետեւ նրանց առևտուրը շատ փոքր է, իսկ կենտրոնական Ասիայի առևտուրը շատ մեծ է։ Եվ նրա բաղադրիչը էականորեն կարող է ազդել։ Այսինքն հայկական Հայաստանի իշխանությունները նույնպես պետք է ուշադրություն դարձնեն, որ այս հարաբերությունները ձևավորվեն այս նպատակի մեջ։ Ինչ վերաբերվում է Իրանին կամ Ռուսաստանին, նրանց գործոններին, ապա կարծում եմ, որ հարավ-հյուսիս ճանապարհը նույնպես պետք է համակցվի տրիպին որոշակիորեն, քանի որ Հայաստանը խոսում է նաև խաղաղության խաչմերուկի մասին։ Խաղաղության խաչմերուկի մի մասն է նաև տրիպը, տրամաբանական եթե շղթայի մեջ նայում ենք։ Եվ այստեղ ես միանգամից ուզում եմ նաև մի փոքր խոսել Իրանի մասով այն տեսանկյունից, որ անցած անգամ մենք խոսում ենք ձեր տաղավարում, որ Իրանը շրջապատված է մոտ 10 երկրներով։ Այդ 10 երկրները ուղի կամ անուղղակի ձևով որպես հարևան երկրներ, բոլորը մուսուլմանական են բացի Հայաստանից։ Եվ մուսուլմանական բոլոր երկրները թշնամական վերաբերմունք ունեն Իրանի նկատմամբ։ Եվ նաև դրա հետ մեկտեղել Իրանը իր առևտրի մշակույթը չի մոտեցրել եվրոպական եւ ամերիկյան ստանդարտների պարզաբան, որտեղ մնացել է եւ նաեւ մնացել է զուտ այսպես լոկալ, ոչ տրանզիտային, լոկալ կապակցված
ավելի էժանին գնացող, ավելի հեշտին գնացող առևտրային մոդել է։ Առանց միջազգային կոնվենցիաների, առանց միջազգային արբիտրաժային խնդիրների, առանց մարքեթինգի միջազգային, առանց օտարլեզուն ավելի լայն օգտագործելու պայմանագրերում եւ այլ մոդելների։ Հիմա Իրանը պետք է խորհի, որ իր մոտ այսքան խնդիրներ են առաջանում եւ այդ խնդիրները նաեւ սկսեցին տնտեսական խնդիրներից, այդ խնդիրները կարող են էլի շատ արագ կրկնվել, շատ կարճ ժամանակում։ Ընդ որում մենք եթե մենք նայում ենք վերջի 2-3 տարում արդեն մի քանի ռաունդով տեղ ունեցան տարբեր բողոքի ցույցեր եւ միտինգներ եւ Իրանը իր տնտեսական մոդելով ցույց է տալիս թե որքան մեկուսացված մոդել է միջազգային։ Եվ քանի որ Իրանը մեծ առևտուր չունի Եվրոմիության եւ ԱՄՆ-ի հետ, իր մոտ միշտ դեֆիցիտ է դոլարը եւ եվրոն, որտեղ ինքը միջնորդավորված է ստանում այդ գումարները, այդ արժույթները։ Հետևաբար Իրանի համար պետք է խորելու առիթ տա, այս մեր հաղորդումը նաեւ, որ ինքը պետք է իր առևտրային մոդելը, այդ մշակույթը փոխի։ Ինքը պետք է մտնի միջազգային ավելի լայն հարաբերությունների մեջ, օգտագործելով նաև Հայաստանի գործոնը որպես կարևոր արտահայտություն։ Արժույթի այդ կատարվողը դա այդ բացասական սալդոն է, էլի արտաքին առևտրում հասկանալի է հիմնական պատճառը դա է։ Իհարկե։ Եվ այս հարավ-հյուսիսը կամ տրիպի ուղին օգտագործելը իր համար հնարավորություններ է նաև բացվում։ Պարոն Մակարյան, Իրանի մասով եւս մի հարց եւ հետո անցնենք Հայաստան։ Այդ 25% մաքսատուրկը, որը Թրամփը անոնսավորել է։ Ես ուզում եմ դրա մասին խոսեինք, դու լավ հարց տվեցիք, շատ բարձրական։ Ինչ առևտուր մենք ունենք Իրանի հետ, որի վրա դա կարող է բացասական ազդել։ Ես ուզում եմ հանգստացնել, որ կարող է շատ մեծ ազդեցություն հիմա չունենալ, ասեմ ինչու։ Իրանի հետ մեր արտաքին առևտրի մեջ էական դեր ունեն ավելի թանկարժեք ապրանքները, որոնք մետաղական ամրաններն են, արմատուրաները, ցեմենտը եւ որոշակիորեն գազը, որ մենք ներմուծում ենք եւ էլեկտրակայանը վճարում ենք։ Ես կարծում եմ, որ գազ էլեկտրակայանի այդ փոխանակմանը վրա դա դժվար թե ազդի, որտեղ Հայաստանի էներգետիկ անվտանգության նաեւ խնդիրները դժվար թե ԱՄՆ-ն դրա մասով խոսի, բայց հիմա մենք գտնվում ենք ձմեռվա փուլում, ու ձմեռը այս տարի իր եղանակային ջերմաստիճանով անակնկալներով սառեցրել է շինարարությունները։ Այսինքն պահանջարկը ցեմենտի եւ ամրանների նկատմամբ հիմա համարյա սառեցված վիճակ է միջև գարուն առնվազն։ Հետևաբար դա ժամանակ է նաեւ, որ կարող է ԱՄՆ-ի տրամադրությունները փոխվեն, մեկ կախված Իրանի կեցվածքից։ Կարող է Իրանը փոխվի։ Կարող է Իրանը փոխվի եւ երրորդ Հայաստանում կարող են պատրաստվել ներքին արտադրողների մասով, որտեղ Հայաստանում բավականին լավ ամրաններ արտադրողներ կան եւ նաեւ լավ ցեմենտի գործարան կա։ Իհարկե Հրազդանի ցեմենտի գործարանը սնանկանում է փակվել է, բայց կոնե Արարատի գործարանը կա եւ բացի դրանից էլ մեր կառավարությունը նաեւ վերջի շրջանում առաջ քաշեց օրենսդրական փոփոխություններ, որոնք վերաբերվում էին այլ երկրների ցեմենտ ներմուծելու турքերի նկատմամբ։ Այսինքն այս մասով մենք ունենք որոշակիորեն ուրեմն ռիսկերից խուսափելու այսպես եղանակով պայմանավորված հնարավորություն։ Երկրորդ հնարավորությունը այն է, որ Իրանը ինքը արդեն շատ բաներ չի վաճառի Հայաստանին։ Ես վստահ եմ, որ եթե 700-750 միլիոն դոլարի մենք արտաքին առևտուր ունենք հիմա, ամեն ինչ իրար հետ վերցրած, ապա այդ արտաքին առևտուրը առնվազն կնվազի մի 100 միլիարդով հավանաբար։ Ինչու՞, որովհետև Իրանը կպահի ներքին կարիքների համար։ Իրանի արդյունաբերությունը լուրջ տուժել է եւ արտարժույթ 750 միլիարդ միլիոն դոլար միլիոն կնվազի մոտարապես 100 միլիոնով առնվազն կնվազի 100 միլիոն դոլարով կնվազի ես երևի սխալ ասացի միլիարդ նշեցի ուրեմն ինչու որտեւ Իրանի արդյունաբերությունը այսօր բավականին նվազել է թուլացել է արտարժույթ չունենալու պատճառով նա չի կարողանում բաղադրիչներ եւ նյութեր ձեռք բերել Գումարած դրան արտադրությունները կանգնել էին բողոքների, միտինգների, այդ ջարդոփշուր անելու, վնասելու եւ այդ բողոքների ներքո, որը դեռ շարունակվում է որոշակիորեն։ Այսինքն Իրանում առաջանալու է դեֆիցիտ ապրանքների եւ արդեն առաջացել է եւ այդ դեֆիցիտը սպառելու համար մանավանդ որ Հայաստանը բերում է լվացքի փոշիներ, լվացքի ինչ-որ լուծույթներ, կամ ասենք թե ուտելիքներ, ուտելիքի տեսակներ, կամ պլաստիկ իրեր, կամ ասենք թե ես ցեմենտը բան էլ չեմ հաշվում, նկատում եմ մնացած ապրանքները, որոնք կենցաղին են վերաբերում եւ սննդին են վերաբերում։ Երկուսի դեկարիքն էլ ինքը արդեն Իրանը ունի եւ կունենա։ Հետեւաբար դրանք նաեւ կնվազեն հենց Իրանի ներքին կարիքների համար եւ դա կբերի նրան, որ
առևտուրը ավելի կպակասի եւ ռիսկերը կնվազեն։ Հիմա Պարմական, իսկ ԱՄՆ-ի հետ մեր առևտուրը $120 միլիոն կարգի է։ ԱՄՆ-ն ասում է, որ իր հետ առևտրի վրա կկիրառի 25%-ը, այսինքն Հայաստանը կընկնի այդ 120 միլիոն առևտրի դեպքում 25%-ի տակ, որը որ որոշակիորեն կարող է ասենք թե հիմա 10% է, 15% եթե ավելանալու է, եթե 25 է դառնում, ուրեմն բնականաբար հայկական ապրանքները ավելի դժվար կմուտք գործեն դեպի ԱՄՆ։ Բայց դա նաև շատ սարսափելի չի արտաքին առևտրի առումով, որտեղ ինքը որպես թիվ ընդամենը 120 միլիոն է։ Բայց այդտեղ շատ խոսքը գնում է շատ ավելի ոչ թե առևտրի, իհարկե, լրիվ այլ հարթության մեջ պետք է սա դիտարկել։ Հասկանում եմ։ Բոլոր դեպքերում, եթե ԱՄՆ-ն միատեսակ վերաբերմունք պահի, բայց արդեն ԱՄՆ-ն, եթե լսում ենք վերջին ելույթները, քանի որ սպանության դեպքերն են սկսել նվազել կամ տարբեր արդեն տեսակետներ կան, որ կառավարելի process է, ԱՄՆ-ն կարծես թե ավելի այսպես ուժեղ խիստ արտահայտված պահանջներից անցնում է արդեն միջին պահանջների մակարդակի, ավելի թուլացնում է իր կարծես թե վերաբերմունքը եւ կարծես թե այդ ռիսկերը նույնպես կարող է դրա հետ նվազեն։ Այսինքն եթե Իրանը վերադառնա ինչ որ մի մակարդակի, որից հետո սկսեն բանակցություններ, կարող է ԱՄՆ-ն նորից չեղարկի իր այդ պահանջը։ Պարմական, Ռուսաստանի մասով հասկանալի է, որ Ռուսաստանը շատ մեծ ցանկություն ունի մասնակցել TRIP-ում, ինչի մասին ինչ որ դեպարտամենտի նախագահ հետ ինչ ասում էր, չէ, որ ուզում ենք Կալուբին, հիշեցի ազգանունը։ Հիմա որքանով ես հասկանում եմ, Հայաստանը առաջարկում է իրենց մասնակցություն հայկական խաչմերուկում մեծ հաշվով, այսինքն դուք էլ նշեցիք, որ ապաշրջափակումը միայն TRIP-ով չի սահմանափակվում։ Եվ այսօր վարչապետ Փաշինյանը հերթական անգամ հիշեցրեց, որ ինքը Ռուսաստանի նախագահի հետ քննարկել է երկաթուղու վերանորոգումը եւ հերթական անգամ հիշեցրել է, որ Հայաստանը սպասում է պատասխանի այս պահին, որովհետեւ պահը հասունացել է։ Հիմա պետք է տան պատասխան։ Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ սա ավելի շատ դիվանագիտական մանևր է, խաղ է, որտեղ Ռուսաստանը այդ գործողությունը չի անելու։ Ինձ մոտ այդպիսի տպավորություն կա։ Եվ ինչ է լինելու այդ դեպքում, եթե ինձ հետ համամիտեք, այսինքն կոնցեսիոն կառավարումից վերցնելու են իրենց ձեռքից հայկական երկաթուղիները, թե գալու է նոր օպերատոր, թե ինչ տարբերակներ կարող են լինել։ Ես կարծում եմ, որ առաջի փուլով հենց վարչապետը նաև հայտարարեց, որ այդ հատվածները Հայաստանը կվերցնի կոնսենսուս կառավարումի այդ հատվածները։ Այսինքն առաջին փուլով Հայաստանը հատվածային մոտեցում կվերաբերվի, կցուցադրի կոնցեսիոն կառավարման մոդելը նվազեցնելու եւ նաև ինչ որ, այո, եւ ինչ որ ճանապարհներ կառուցելու, մանավանդ որ դրանք շատ թանկ չեն եւ շատ երկար ճանապարհներ չեն, ավելի կարճ ճանապարհներ են, բայց դա նաև կունենա քաղաքական ազդեցություն, որ կոնցեսիոն կառավարման քարտեզը կփոքրանա, կկրճատվի որոշակիորեն եւ դա կլինի արդարացված նրանով, որ եթե Ռուսաստանը կասի, որ ես չեմ կարողանում կատարել կամ չի պատասխանի, Հայաստանը իրեն իրավունք կվերապահի արդեն այդ քայլը կատարել։ Բայց այդ քայլը նաև ցույց կտա Ռուսաստանին, որ կարող է հետո շարունակություն ունենալ։ Հետևաբար կարող է երկրորդ փուլով Հայաստանը նաև դնի արդեն այլ պահանջներ, որոշ գծերի վերականգնման, որակի լավացման, սպասարկման որացման, արագության բարձրացման։ Դուք եք վատատեսես հարցում, որ Ռուսաստանը չի անելու դա, թե կա հնարավորություն, որ կարող է անել։ Ես կարծում եմ, որ այո, չի անելու։ Նաև իր ռեսուրսները կարող է թույլ չտան հիմա դրա անել եւ դրանով զբաղվել ավելի շատ։ Ես կարծում եմ, որ այո, չի անելու։ Ես այսօր այսպեսի մի թիվ եմ կարդացել, հետազոտություն են արել միջազգային լրագրողները, $165 միլիոն ընտրություններում Հայաստանի։ Դրա համար միջոցներ ունեն։ Եթե հավատանք այդ թվերին, գուցե, բայց այստեղ էլի մի պիտի գանք էլի նույն նախկին խոսակցությանը, որ Ռուսաստանը այն եզակի երկրներից մեկն է, որ կարող է քաղաքական նպատակները դնել տնտեսականից առաջ։ Եվ հաշվի չառնել, որ քաղաքական նպատակները իրականանում են տնտեսականի միջոցով առաջին հերթին։ Նույն կերպել, ասենք, նույն քաղաքական նպատակներին ծառայեցնելու համար կոնֆլիկտը, պատերազմը, զինվորների մահը կարող է այդքան արժեք էլի չունենալ։ Հասկանալի է։ Որտեղ Ռուսաստանը հին ժամանակներից սկսած միշտ մարդը ունեցել է նվազագույն արժեք շատ դեպքերում։ Իհարկե շատ են խոսել քաղաքական լիդերները, սովետական միության ժամանակ որ մարդ ամենաառաջին արժեքներ, որոշ ծրագրեր դրան ուղղված էին, բայց պատերազմների ժամանակ պատերազմների մոդելը
պատերազմի ժամանակ զինվորին պահելը կամ բանակում զինվորին պահելը ցույց է տվել հակառակը, որ միշտ եղել է ցածրագույն արժեք եւ անուշադրություն։ Ռուսաստանով ավարտենք մեր խոսակցությունը, պարոն Մակարյան, այսօր, որքանով ես հասկանում եմ, հարկային քաղաքականությունն է խստացվում Ռուսաստանում։ Իհարկե, ավելացված արժեքի հարկն գումարի կարիք ունի պետությունը։ Ինչ-որ պայքար են մղում, ինչ-որ ստվերի հետ նոր հարկեր մտցնելով։ Ինչ աբսուրդ է։ Ոչ, ուղղակի բյուջեն համալրելու խնդիր ունի։ Սա ինչի մասին է խոսում արդյոք։ Սա խոսում է նրա մասին, որ այդ գումարները տանելու են սպառողներից։ Մարդիկ չեն հասկանալու սկզբից բայց չէ որ դա ավելի տնտեսությունը ավելի կփոքրանա։ Դե սկզբի շրջանում, բայց բյուջեն կլցնի։ Մարդիկ շատ անգամ կարծում են, թե ավելացված արժեքի հարկը, քանի որ վճարում է բիզնեսը, դա գնաց բիզնեսից, բայց բիզնեսը հարկադրված է լինելու այդ վերջնական սպառողն է վճարում։ Իհարկե այդ տոկոսի դիմաց ավելացնել, հետեւաբար վերջի սպառողը պետք է դա անի եւ դա վճարելու է Ռուսաստանի բնակչությունը։ Ինչը բերել է այլ ավելի մեծ աղքատացման, սպառողական շուկայի կրճատման եւ դժգոհությունների նաեւ կարող է բերել ինչու ոչ, կարող է աղքատություն ավելացնել։ Ռուսաստանի հեռանկարները այնքան էլ, հա, բարդագույն չէ։ Դե հիմա արդեն տեսեք 4-րդ տարին է արդեն փետրվարին ավարտվելու պատերազմի, կոնֆլիկտի եւ դա էական պլյուս սանկցիաները, որոնք շատ մեծ ձևով ազդում են։ Հիմա Ռուսաստանը բնականաբար պիտի մտածի իր բյուջեն լցնելու մասին եւ այդ ցուցանիշը իրեն տանում է ամենաբարձր ավելացված արժեք ունեցող երկրների շարքը։ 22% եթե չէ։ 22% են ուզում սահմանել, այո։ Շատ շնորհակալ եմ ձեզ, պարոն Մակարյան, հետաքրքիր զրույցի համար։ Մեր հյուրն էր տնտեսագետ, վերլուծաբան, սոցիալ-տնտեսական զարգացման կենտրոնի ղեկավար Գագիկ Մակարյանը, ես Դավիթ Ստեփանյանն եմ, այսպեսին է այսօրվա մանրամասները, կհանդիպենք։